Հին երևանցիների դեմ պայքարում են, նոր երևանցիների դեմ պայքարում են, ընդհանրապես տպավորություն է, որ ուզում են պատժել երևանցիներին, որ իրենց ձայն չեն տալիս և որի արդյունքում իրենք շատ կտրուկ բարձրացրել են գույքահարկի չափը։ Դա որևէ տնտեսական էֆեկտ, բացի սոցիալական հակադրությունների էֆեկտը չի առաջացնում։ Կարող է բյուջետային մուտքերը ավելանում են, բայց Երևանը այլ հնարավորություններ ունի։ Հիմա նորից բերեմ մեր հարևանների օրինակը։ Հիմա նայեք Թբիլիսիում ինչ վիճակ է։ Բյուջեն ավելի շատ, գույքահարկը չկա, որովհետև բիզնեսի միջոցով են իրենք համալրում իրենց բյուջեն Թբիլիսիում։ Հələ Թբիլիսիի մակերեսը նայեք, ընդեղի տրանսպորտի գինը, ստեղի տրանսպորտի գինը, և նույնը այնտեղ ուրեմն այդ գույքահարկի հետ կապված։ Ուրեմն իշխանափոխությունից հետո մենք առաջարկելու ենք օրենսդրորեն կրկնակի կրճատել գույքահարկի չափը Երևան քաղաքում։